Խաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղություն ձեզ։ Աստված շատ օրհնի ձեզ բոլորին։ Նույնպես հարց ունենք, պատասխանենք շատ սիրով։ Հարցը այսպիսին է. սիրելի Արկադի եղբայր Մելանյա քույրիկ, Աստված օրհնի ձեզ։ Խնդրում եմ բացատրեք Ղուկասի 16-րդ գլխի 26-րդ խոսքը։ Ղուկասի 16-26-ը նախորդ ասեմ, որ ես են աղքատ Ղազարոսի ու են հարուստի պատմությունն է, երբ որ հարուստը իր կյանքը վայելում է երկրի վրա, իսկ աղքատը իր տանջանքներն է վայելում։ Դու վայելել որն է, հետագայում է վայելում իր տանջանքների համար։ Այս մասին է կարդամ 26-ը 16-րդ գլխի 26 խոսքը։ Եվ ի վրա այս ամենայնի մեր եւ ձեր մեջ մեծ անդունդ է հաստատված։ Արեք մի տող վերև կարդամ էլի, մի համար վերևից կարդամ, որ կապի ես միտքի էլի իրար հետ։ Որ ասում է ի վրա սրա, այդ ի վրայի համար կարդամ։ 25 խոսքից եմ կարդամ։ Որդյակ, հիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը, քո կյանքումը, եւ նմանապես էլ Ղազարոսը չարչարանքները, եւ հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Եվ ի վրա այս ամենայնի մեր եւ ձեր մեջ մեծ անդունդ է հաստատված, որ այստեղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան, եւ ոչ էլ այստեղից մեզ մոտ անցնեն։ Ոչ այդտեղից մեր մոտ, ոչ էլ այստեղից ձեր մոտ անցնելը արգելված է։ Այսինքն ինչի համար արգելված։ Ինչի տես կանոնու հաստատություն դրեց Աստված։ Բոլորը սկիզբ առան երկրի վրա իրանց ապրելաձևից, ապրելու կյանքից։ Շատերն ասում են երկնքի բանալին երկրի վրա պետքա ձեռք բերես։ Երկրի վրա ով ձեռք բերեց երկնքի բանալին, երկինքա մտնելու, երկրի բանալին ով ձեռք բերեց իր վայելքները, Աստվածաշնչյան լեզվով ասած դժոխք կա գնալու։ Տանջանքն է հատուցումը լինելու։ Տեսեք։ Ծննդոց գրքի մեջ համարներ եմ նորից անել, ես համարներով, ապացույցներով, Աստվածաշնչյան գրվածքով էլի խոսանք, որպեսզի ավելի մատչելի լինի ամենքից սիրելի հարցվող։ Ծննդոց 3 գլուխ 24-ում գրված է. Եվ արտաքսեց Ադամին եւ Եդեմի պարտեզի դիմացի կողմը դրավ քերովբեներին եւ ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը, կենաց ծառի ճանապարհը պահելու համար։ Ադամին արտաքսեց Աստված։ Ուր արտաքսեց։ Եդեմից դուրս արտաքսեց, որտեղ ինչն է, տանջանքը, ցավը, պատերազմներ, հիվանդություններ, ամեն իրավիճակները, բայց Եդեմի մեջ վայեցությունն է։ Հիմի քանի որ այդ վայեցության մեջ Ադամը մեղք գործեց, նրան արտաքսելուց էլ դուրս հանելուց հետո հաստատություն դրեց, քերոբեներին, սերոբեներին դրեց, որ էլ Ադամը հետ չդառնա, չկարենա հետ դառնա ու մտնի։ Բայց ես ձեզ ասեմ, մի հատ ավելի լավ լուր, սիրելի քուրս եւ եղբայրս, սիրելի հարցնող, որ նույն Ադամը հետադառնում Եդեմ միակ ճանապարհով։ Մի ճանապարհ ունի Ադամին հետ դառնալու Եդեմ, որ քերոբեներն ու սերոբեները կբացեն իր ճանապարհը։ Որն է այդ ճանապարհը։ Քրիստոսի հետ խաչի վրա մահանալը։ Դրա համար Ադամը մեղք գործելուց հետո տառապանքներ, տանջանքներ, լավ ու վատ օրեր ապրեց, Աստծուն հանդիպեց, Աստծու դեմ հակառակվեց, ընկնել լելով մի խոսքով, եկավ մինչև Քրիստոսին ինքը ընդունեց իր մեջ, Քրիստոսի հետ խաչ եղավ, հայտության մեջ ասում է, այն ծառի պտղիցը կուտեն արդարներն արդեն։ Ով կարդարանան Աստծո խոսքով։ Նույն Ադամը այսօր մենք ենք, մեղք ենք գործում, վտարվում ենք Եդեմից, Քրիստոսի հետ խաչում ենք, երանելության մեջ ենք։ Լավ, էսի ոնց որ ուրիշ հարց է, տեսեք։ Հայտություն 18-22-ն էլ կարդամ ամենքի շինության համար։ 18-22-ը։ Եվ քնարների եւ երաժիշտների եւ սրնգահարների եւ փողահարների ձայնը այլևս պիտի չլսվի քո միջումը եւ այլևս ոչ մի արեստագետ բնավ չի գտնվի քեզանում եւ ջաղաչի ձայն այլևս չի լսվի քեզանով։ Սա ասում է Բաբելոնի մասին, սիրելի քույրս եւ եղբայրս, որ Բաբելոնը երբ որ ընկնում է Բաբելոն թեմայով մենք շատ անգամ խոսացել ենք մելան,
Համաներ ուղղակի չենք անի, էլի որ ասենք Հա։ նայեք, եթե չեք նայել, Բաբելոն մարդու ներսի խառնաշփոթությունն է, խառնակած հասկացողությունն է, որ եթե ես ուզում եմ մարմնավոր հասկանամ, մարմնավոր արդարանամ, Աստված խառնում է այդ իմ հասկացողությունը։ Ես չեմ կարող մարմնավոր հասկանամ։ Այս վերջերս մի եղբոր հետ զրույց ենք անում, ասեց, բա մենք վերջապես մարմնի մեջ ենք, չէ՞ այ ախպեր, ասում ես հոգի, որ մարմնի մեջ ենք։ Դա ասում եմ ամբողջ գրվածը մարմնավորա գրված, որով մենք պետք է հոգևոր հասկանանք։ Հա, բայց մենք մարմնի մեջ ենք, չէ՞։ Լավ, ասում եմ, դու մարմնի մեջ ես, գրված է, որ եթե քո մարմնի անդամներից մեկը մեղքագործում կտրի ու գցի, բախի ես կտրեմ։ Ու ինքը ոնց որ տուպիկի առաջ կանգներ, ասես ինձի տուպիկ տարար, ես ինչ բաներ ես ասում ու ծիծաղած։ Այս տուպիկը հենց Բաբելոնն է։ Խառնաշփոթությունն է, մեկսես, մեկնեց, ինձ ասում ես իսես, բա ոնց կլինի։ Աստված այնպես իրեց աշխարհը իր միածին որդուն տվեց, մեկ էլ կարդում ես մի սիրեք աշխարհը։ Աշխարհի սերը Աստծո ճշտամությունն է։ Ու լիքը տեղեր կան, որ հակասում են իրար, աթեիստները հենց այս հակասական տեղերով են քրիստոնյաների հետ խոսում, Բաբելոնով են քրիստոնյաների հետ խոսում։ Իսկ քրիստոնյաները պետք է դուրս գան Բաբելոնից, որ երկու խոսքին էլ պատասխան կա։ Սիրո պատասխան, սիրո աշտերով Սուրբ Հոգիով պետք է պատասխանեն։ Այն ժամանակ միայն աթեիստները կլռեն, կպարտվեն ու չեն կարող պատասխանել։ Իսկ երբ որ քրիստոնյանա լռեմ, դե Աստված տենց ուզեց, ասու կամքը տենց էր, սա Բաբելոն է էլի։ Սա էլի Բաբելոն է, սիրելիներ։ Տեսեք, երբ որ ստենոր կարդացինք, Բաբելոնը վայր ընկավ, ասում է, «Էլ Բաբելոն, էլ եթե իմ մեջ Բաբելոն է, քնարահարների, երաժիշտների, սրնգահարների, փոխարների ձայնը այլևս պիտի չլսվի քո միջումը»։ Այդ Բաբելոնը չի կարող ուրախանա, հասկանում եք, սիրելի քուրս եւ եղբայրս, եթե մենք Բաբելոնյան խառնաշփոթ լինի մեր հասկացողությունը Աստվածաշնչի գրվածքի մեջ, գրվածքի վրայով, մեր մեջ Բաբելոնը լինի, մեր մեջ ուրախություն չի լինի։ Ինչի համար չի լինի, որովհետեւ պետքա կարդամ ես ով որ շատ իր հորնումորը ինձի աշակերտ չի կարող լինի։ Այդտեղ ուրախություն կլինի, քնարահարություն կլինի, որ դու քո հորնումորն ատես, կնոջդ երեխեքիդ որ ատես։ Չի լինի, ու մնացած նորից եմ կրկնում լիքը տեղերում։ Եվ Աստված ասեց, որ Բաբելոնը ընկավ, էլ փակվեց իր ճամփեն, էլ Բաբելոնից ուրախություն քնարահարների տեղ չկա։ Ձեր հարցի վրայով էլի ինչի համար Ղազարոսը չկարեցավ հետեթար։ Կամ ասենք այն հարուստը ինչի համար, ինչ միտք է դա։ Հենց այդ միտքն եմ ասում, եթե մեկը չարության մեջ է, խառնաշփոթության մեջ է, ճանապարհ չկա։ Տխուր մարդը, տխրության մեջ գտնված մարդը չի կարա ուրախանա։ Իսկ ուրախ մարդներ դժվար է տխրը։ Հասկանում եք, երբ որ մարդը ուրախ ալնեմ, չէ, ինչքան էլ տխուր բան լսի, ոնց որ հաղթարում է այդ ուրախությունը իր այդ տխրությանը։ Իսկ տխուր մարդ ինչքան էլ ուրախ բան լսի, չի կարա մասնի սահմանա դրած։ Կամ ես կոմ պետք անես վայելես, կամ այն կոմ պետք անես տանջվես։ Այս խորհրդապատկերն է։ Տեսեք հաջորդն էլ կարդամ, սիրելիներ, Հռոմեացիների առաջի գլուխ 13 խոսքը։ Հռոմեացիների առաջի գլուխ 13 խոսքը։ Եղբայր, չեմ կամենում, որ դուք չգիտենաք, թե շատ անգամ միտքս դրեցի, որ ձեզ մոտ գամ, թեև մինչև հիմա արգելվեցա, որ ձեր միջումն էլ պտուղ ունենամ, ինչպես ուրիշ հեթանոսների մեջ։ Պողոս առաքյալը հռոմեացիներին ասը. ուզում եմ ձեր մոտ գամ, Պողոս դե նշանակում է խոնար, պստիկ, խոնարհության հոգին ուզում է գնա Հռոմ է նշանակում է ջրերի մեջ հաստատված քաղաք։ Այսինքն ջուրը ասոխոսն է, քաղաքը բնակավայրն է։ Մեր բնակավայրը ջրերի մեջ է, բայց Հռոմի բնակավայրը մարմնավոր ջրերի մեջ էր, Աստվածաշնչի գրի ջրերի մեջ է։ Եվ խոնարհություն չկար այնտեղ իրաց մեջ։ Եթե մենք այսօր մարմնավոր ենք կարդում, գիրենք կարդում Աստվածաշունչը, մեր մեջ չհավատակ խոնարհություն չկա, եթե լինի էլ ձևական է դա։ Ներսող չկա այդ խոնարհությունը։ Կույր խոնարհություն է սա համարվում։ Պողոս առաքյալի խոսքերով։ Հիմի խոնարհության հոգին ուզում է գա այս ջրերի մեջ հաստատված, այսինքն մարմնավոր հաստատված մարդկանց մեջ ուզում է խոնարհության հոգին գա, բայց արգելվում է։ Չի կարեմ գա, չի կարա գա։ Չի կարա խոնարհությունը հպարտը խոնարանա։ Սես կարող է անի, բայց իր հպարտությունը չի խոնարանա։ Խոնարհն էլ ինչքան էլ հպարտացնես, գանձեր տաս իրան, գովաս իրան, չի հպարտանա, եթե խոնարա։
Հասկանում եք, անդունդա, ճամփա, անդունդա այդ Ղազարոսի ու դրախտի ու դժոխքի մեջ։ Ես ամբողջ այս օրինակները բերում եմ ձեր հարցի պատասխանելու համար, սիրելի հարցնող, որ Մատթեոս 8:34-ն էլ կարդամ ու ընդհանուր եզրակացության գանք էլ այս հարցի վրա։ Եվ ահա բոլոր քաղաքը դուրս եկավ Հիսուսի առաջը եւ երբ որ նրան տեսան, աղաչեցին, որ գնա իրենց սահմաններիցը։ Այսի գերգեսացիների երկիրը երբ որ Հիսուսն է թմա, բժշկությունը անում, ամբողջ քաղաքը լսելով այդ բժշկության մասին, գերգեսիա նշանակում է միաբանությունը խախտող։ Երբ որ դու միաբանության հետ համաձայն չես միաբանության մեջ մնալու, Հիսուսին չես ընդունում, արգելք է։ Գնա մեր սահմաններից, դու մեր հետ ինչ գործ ունես։ Հասկանում ես, եթե դու անարդար ես, արդարների հետ ինչ գործ ունես։ Եթե դու արդար ես, անարդարների հետ ինչ գործ ունես, չես կարա, որտեղ սահման կա։ Սահման կա եւ այդ սահմանը պահում է եւ այդ սահմանը արգելում է, որ մարդիկ մի տեղից անցնեն մյուս, այսինքն մարդկային զգացմունքը, այսինքն մարդկային իրավիճակը չի կարա փոխվի մի տեղից մյուս տեղը գնալը։ Դրա համար ստեղ Աբրահամին, երբ որ Ղազարոսին հարուստը տեսավ Աբրահամի գոգը նստած, Աբրահամին հարցրեց. հայր Աբրահամ, թույլ տուր, թող ինքը մատը թրջի մի հատ բերի, լեզուս կրակների մեջ վառվում եմ, տապակվում է։ Աբրահամն ասեց, անդունդա ստե։ Չի կարա Աբրահամը գա քո մոտ, ոչ Ղազարոսը, ոչ դու կարաս գաս ստե Ղազարոսի մոտ։ Հնարավոր չի, որովհետև ինչի հնարավոր չի, որովհետև դու երկրի վրա քո վայելքները ընդունեցիր, ապրեցիր արդեն։ Իսկ Ղազարոսը իր չարչարանքները ապրեց երկրի վրա։ Չարչարանքներն ու վայելքները ո՞րն է տարբերությունը, հասկանում եք միտքը սրա։ Դու ապրում ես երկրի վայելքները ստե։ Ատում ես նրանց, ուժեղ ես, հալածում ես նրանց, սպանում ես նրանց, գողանում ես, թալանում ես, ինչ ուզում անում ես, անառակություն, ամեն ինչ անում ես, վայելում ես քո երկրի վրայի տրված այն հատկությունները, որ քեզ տրված է։ Ու իսկ դրանց հատուցումը դժոխքն է, կրակի լեշն է։ Քո արածի համեմատ դու վայելեցիր քո արածի երկրի վրա, հիմի դժոխքում տանջվում ես։ Իսկ Ղազարոսը ինքը երկրի վրա չարչարանքներ ընդունեց ինքը։ Այն Հիսուսը որ ասում է նեղա, շոտ այն ճանապարհը, չէ, չարչար դժվար է այն ճանապարհը, որ քչերը կմտնեն։ Այդ դժվարությունը չարչարանքը երկրի վրա Ղազարոսը տարավ, դրա համար մտավ երկնքի արքայությունը։ Սաղ վայելում են, սաղ հաճելի իրանց ժամանակն են անցկացնում հարբեցողությունով, չգիտեմ ինչերով, բայց հավատացյալները չարչարվում են, զսպում են իրանց, չարությանը մասնակից չեն ելնում։ Դրա համար վայելում են երկնքի արքայությունը։ Ու Ղազարոս բնակելով թարգմանվում է Աստծո օգնությունը։ Աստծո օգնությունը կամ անօգնական։ Հունարենից sense այլի թարգմանվում։ Այսինքն Աստծո օգնությունը, որ Աստված օգնում էր, որ չարչարանքների մեջ հավատարիմ մնար։ Այսօր մեզ Աստված օգնում է, որ մենք չարչարանքների մեջ հավատարիմ մնանք։ Եթե ես չեմ ուզում այս չարությունը, Աստված օգնում է, որ չանեմ այդ չարությունը։ Ու երբ որ այդ չարությունը ես չեմ անում, այսինքն մեկը հայհոյում է ինձ, ես օրհնում եմ իրան, մեկը հարվածում է մի այտից, ես մյուսն եմ դարձնում իրան։ Ողքի մարդիկ տենում ասում են անօգնական է, իսով է։ Բայց տեսեք անօգնական, թվում է թե անօգնական, բայց Աստծո օգնությունն է դա, որ արդարության համար է ստեղծել։ Ու դրա վայելքը, դրա հատուցումը երկնքի արքայությունը Աբրահամի գոգը նստելն է։ Տեսեք ամբողջ հարցի իմաստը, էլի սիրելի հարցնող, սիրելի քուրից եղբորս, եթե դու մեղք ես գործում, քո հաճույքներն ես կատարում երկրի վրա, քո հատուցումը լինելու է դժոխքը։ Դժոխք հարաբերական իմաստով, սա շատ խորը թեմա է, դուրս չգանք այդ թեմայից, դու տանջանքների մեջ ես հայտնվելու, դու վատ իրավիճակի մեջ ես հայտնվելու։ Այն էլ ոչ թե տես երկրի վրա մեկը մարդասպանում 15 տարի նստում է, հետո նորից դուրս է գալի, չէ՞, նորից ուղղվում է կամ թեկուզ չուղղվի, բայց դուրս է գալու։ Կրում է իր պատիժն ու դուրս է գալի, բայց երկնքում հավիտյա։ Սա սարսափելի չի միթե ձեր համար։ Ես սարսափում եմ, որ լսում եմ։ Ես որ հասկանում եմ, սա սարսափում եմ հավիտյան։ Լավ, այսօր ես իմ մատը կտրվեց կամ վառվեց մի հատ, դեղ դրեցի, կապեցի, անցավ։ Մի որոշ ժամանակից անցավ, բայց երկնքում հավիտյան տանջանք ալելու, մահ չի լինելու։
Դրա համար ձեր բանալին երկնքի երկրի վրա ձեռք բերեք։ Ձեր հատուցումը երկնքում երկրի վրա պետքա ձեռք բերեք։ Ոնց? Տիրոջ մեջ մնալով, Քրիստոսի հետ ելնելով, արդարության, սիրո մեջ հարատևելով։ Այն ժամանակ դուք արդեն կմտնեք երկինք, որ ժամանակում էր որ Տերը ձեզ վերցնի, իմացի իր մոտ եք եթալու, Աբրահամի գիրք եք եթալու։ Իսկ եթե դե չարությունների մեջ շարունակեք ձեր ապրելը, դրա հատուցումը հավիտենական դժոխքն է։ Ու երկնքում, տես ոմանք ասում են մենք ստե աղոթք ենք մեռելների համար, որ ընդդեմ մեռելներին Աստված ողորմություն անի, դժոխքից անի դրախտ։ Սես բան չկա, այնտեղ սահման է դրած։ Ձեր հարցի հես պատասխանը։ Քերոբեներ ծննդոցի մեջ կարդացի, քերոբեներու սերոբեներա դրած, որ չհետ չդառնան, դրա չկարենան հետ դառնան։ Ես նույնպես եմ ասում, երկրի վրա այնքան ժամանակ, մինչև Քրիստոսի հետ խաչվենք։ Քրիստոսի հետ հենց մեռանք, այն Ադամը մեռավ, չէ՞։ Առաջի Ադամ, երկրորդ Ադամ, Քրիստոսին Ադամ էր ասել, Աստվածաշունչը։ Երկրորդ Ադամ, առաջի Ադամը դարձավ երկրորդ Ադամ։ Այսօր իմ մեղքի Ադամը դարձել է սրբության Ադամ։ Որ վերադառնամ ես դրախտ։ Մի խոսքով էլի սիրելի քուրիս եւ եղբայրս, հասկացեք Աստծո խոսքը, հասկացեք ավետարանը, Սուրբ հոգիով կարդացեք, սրբության հոգիով, ու մեղքից սարսափեք, վախեցեք, հեռու մնացեք մեղքից։ Ես չեմ ասում մեղքից վախեցեք, դողացեք, մենք վախ չունենք ոչի բանից, այսինքն վախեցեք, որ չգործեք մեղք։ Վախեցեք, որ գործեցիք ընկնելու եք շատ վատ ու ցավալի վիճակների մեջ։ Այս ամբողջ հարցի պատասխանն է Մելանյա։ Աստված շատ օրհնի։ Ձեզ էլ շատ օրհնի։ Նորից ենք ասում, ուղղեք ձեր հարցերը, ժողովուրդ ջան։ Գրեք, զանգեք։ Աստված օրհնի ձեզ շատ։ Մնաք խաղաղության մեջ։ Աստված ձեր